ձեր հարցի եւ ուղիղ տեքստը եւ ենթատեքստը։ Չեմ վախենում, եթե հարցինի պատասխան դա ձեզ կբավարարի, որովհետեւ չեմ վախենում ոչ թե որովհետեւ չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետեւ կշռադատված որոշում եմ կայացրել եւ ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեք հանձնաժողովին ասացի ինչի եմ այդ քայլին գնում, ես նաև պատմեցի, որ 2 անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից, սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար։ Եվ նաև ուզում եմ նշել, որ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման ես ինքս դեմ եմ։ Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի։ Այսինքն, տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ, այսինքն հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած process սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է խնդիրների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում խնդիրները, դու չես կարող լուծել այդ խնդիրները։ Եվ այս առումով պարոն Բագրատյանին պատասխանելով էլ ասացի, որ այստեղ կանգնած չէի լինի։ Եվ սա հանցավոր ինքնավստահության իմ կողմից, հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամությունը եւ ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ իմ կողմից նաեւ բացառելու խոստումները սուպտի չտամ, բայց ես մեկը տալիս եմ, բացառելու եմ։ Ցանկացած դեստրուկցիա, որը որ կարող է ստվերի process-ները։ Հուսամ կարողացա պատասխանել ձեզ շատ լայն հարցին։ Համեցեք, պարոն Մարտիրոսյան։ Գին Վարդապետյան, շարժական եմ հայեր, եթե կարելի է, Գին Վարդապետյան, շնորհակալություն երկի խորհրդարանը նաև որոշակի հարցադրումների համար է, որոնք սովորական արդիական կյանքում իրավաբանին չի տա, բայց այդուհանդերձ որոշակի մտքեր, որի պատասխանը մենք էլ գիտենք, բայց բարձրաձայնելը չափազանց կարևոր է։ Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ մենք ընկերներ ենք, եւ այստեղ ձեզանից ոչ շատ հեռուներ նաև դատական իշխանության մեր ներկայացուցիչները, որոնցից շատերի հետ կրկին ես ընկեր եմ կամ ընկեր եմ իրենց համարում։ Ես ուզում եմ եւս մեկ արձանագրում անենք եւ հրապարակային։ Մեր ընկեր լինելը կամ որևիցե մեկի հետ ընկեր լինելը որևիցե եղանակով կարող է խոչընդոտել ձեր մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Ես ձեր հարցին հիմա լավ, եկեք երեկվա օրինակով քննարկենք, ինձ 2 րոպե կտակ։ Չէ, պրովոկացիան, տեսեք, երեք դուք հրավիրել եք պարոն Քոչարյանին։ 55 վայրկյան։ Հա, իմ ժամանակը տեղից քիչ է։ Երեք դուք հրավիրել եք պարոն Քոչարյանին։ Իմ ու պարոն Քոչարյանի ծանոթությունը սուր մասնագիտական բանավեճից է սկսվել։ Ես երեք պարոն Քոչարյանին որ տեսա, հանձնաժողովում մտածում եմ, ասում եմ, տեսնես նեղացած է ինձանից, թե չէ։ Իմ ընկերները, այդ թվում դուք գիտեք, մենք ինչ մասնագիտական առճակատումներ ենք ունեցել եւ ինձ համար, հա, մենք երեկոյան կարող ենք իրար հետ սրճել, բայց հետո գալ աշխատասենյակ ու դուք չեք կարող վկայակոչեք մեր երեկվա խմած սուրճը, որ մենք այս երկակի ստանդարտների գործարկումը ոնց որ ինչպես որ անում է եւ քննչականը եւ դատախազությունը եւ սա մեղմ ասած արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում։ Ներողություն, ես խնդրեմ երկակի ստանդարտի հետ կապված մի փոքր մանրամասեք ինչի նկատի ունեք դատախազությունում, կադրային ընտրության։ Չէ, այս նման դեպքերում, երբ որ օրինակ դատավորը, չէ, շատ կոնկրետ ասի, դատավորի մասով, այսինքն բան որդեգրելու, եթե մի դեպքում ինչ որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա ձեռնտու է լինում այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի ու երևի թե ի օգուտ դատախազության, այդտեղ իրանք կարծես չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում։ Խոսքը այս երկակի ստանդարտի մասն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։
Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, Չասեք բազմաթիվ են։ Կոնկրետ եթե ուզում եք օրինակներից խոսեք, ես դրա համար չկոնկրետացրեցի։ Իհարկե ավելի թարմը այն է, ինչ դուք ասում եք։ Այդտեղ իհարկե շատ ավելի լուրջ ուրիշ խնդիրներ կա այդ դատավարության առումով ու պաշտպանական կողմը ինչ է ասում, ասում է մենք չենք հասկանում ինչ օդվածով ենք մեղադրվում, որ մի հատ էլ հասկանանք բացարկի միջնորդություն ունենք, թե չունենք դատավորին։ Խոսքը ստեղ դրա մասին չէ միայն։ Կոնկրետ իմ դեպքում եղել է օրինակ Մասիս Մելքոնյան, ով ընտրություններին մասնակցել է հակադիր բևեռում, կոնկրետ ընտրացուցակում ա եղել 14-րդ համարը, կոնկրետ կուսակցության, որը մեր հակադիր բևեռում էր ու սրա հետ կապված դատախազությունը ոչ մի խնդիր չի տեսել, պաշտպանական կողմի ներկայացված բացարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դե մակագրումներ հատուկ ամեն կերպ արվել է նույն մարդուն, բայց ես ընդհանուր դիրքորոշում եմ ուզում հասկանալ, որտեղ վաղը մյուս օր էլ կարող է օրինակ մեր գործընկերներից մեկը դատավոր դառնա, արդյոք դատախազությունը նորմալ է համարելու, երբ որ ինչ որ գործով մյուս կողմում գտնվող մարդկանց հետ կապված գործերում իրենք հանդիսանան որպես դատարան։ Խոսքը ավելի խնդրում եմ ընդհանուր։ Շատ լավ։ Պատասխանը արձագանքեք, այո։ Ես ձեր նշած դատավարությունների հետ կապված էլի պետք է ասեմ, որ դատարանը որոշում է կայացրել բացարկի, ինքնաբացարկի վերաբերյալ հարցով, դուք իրավաբան եք ու շատ լավ եք պատկերացնում ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնող սուբյեկտն ով է, եւ շատ լավ եք պատկերացնում ինչա նշանակում քրեական արդարադատություն, որը կողմերի հավասարություն չի ենթադրում, մրցակցային դատավարություն է, եւ դատախազությունը յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքեր կարող են լինել, իսկ տվյալ դեպքում դատավորի սուբյեկտայնությունը անվերապահ բեկանման հիմքերից մեկն է, շատ աչալուրջ է, որովհետև հետագայում մեղադրանքը կարող է լուրջ ռիսկի ենթարկվել։ Այնպես որ շատ լավ, ես խնդրում եմ խոսությունը դադարեցնեք, այնպես որ դատախազության ուղղությամբ ձեր երկակի ստանդարտների վերաբերյալ մեղադրանքները չեն բխում հենց նույն դատախազության շահերից։ Դատախազությունը երբևէ թույլ չի տա, որ դատական ակտը անվերապահ բեկանելու որևէ հիմք մնա։ Շատ լավ։ Հետագայի համար։ Շնորհակալություն, Դենիել Յովհաննիսյան։ Իդեպ, պարոն Յովհաննիսյան, շնորհակալություն դիտարկման համար նախորդ հարցի հետ կապված, մենք մի փոքր այդ վարչական իրավախախտում քրեական պատասխանատվություն այդ տարըմբռնումը ունեինք եւ կարծում ենք ուսումնասիրություն կանենք այդ կասեցված լիցենզիաների եւ լիցենզիաների վարորդական լիցենզիաների բացակայության վերաբերյալ այդ օրենսդրական